Վաղ առաջնորդվելու համար սովորիր այսօր։ Առաջնորդությունը զարգանում է օրեցօր և ոչ թե մեկ օրում։ Ազդեցությունը, որ թողնում է գործընթացի մասին օրենքը, տեսանելի է կյանքի բոլոր ոլորտներում։ Օրինակ, բասկետբոլի ազգային ասոցիացիայի և բասկետբոլային փառքի սրահում ընդգրկված խաղացող Լարի Բըրդը դարձավ ազատ ոճի հայտնի նետող, շնորհիվ այն բանի, որ ամեն առավոտ մինչ դպրոց գնալը 500 նետում էր կատարում։ Դեմոսթենեսը, թեև բանավոր խոսքի խանգարումներ ուներ, բերանում քարեր դրած մեջբերումներ և ալիքների շարժառիչ ավելի բարձր ձայնով խոսք ու զրույց էր անում, ինչն էլ նրան դարձրեց հին Հունաստանի լավագույն ջրտասանը։ Նրանց պես դու էլ պետք է անձնվիրություն ցուցաբերես, քանի որ լավ առաջնորդ լինելու համար պետք է ամեն օր ջանքեր դնել։ Հարթիր ուղի դեպի բարձունք։ Մի հին ասացված կա. ռինգում չեն դառնում, ռինգում միայն ճանաչվում են որպես չեմպիոն։ Հիրավի ճշմարիտ է ասված։ Եթե ցանկանում ես պարզել չեմպիոնի անցած ճանապարհը, ծանոթացիր նրա օրակարգին։ Բռնցքամարտի ծանրաքարշային նախկին չեմպիոն Ջո Ֆրեյզերն ասել է. կարող ես ծրագրավորել քո մարտը կամ ողջ կյանքը, բայց երբ ազդարարվում է մրցախաղի սկիզբը, բնազդները սկսում են գերիշխել։ Այստեղ է, որ պետք է դրսևորվի քո անցած ուղին։ Եթե խարդախությամբ այն թաքցրել ես մութ անկյունում, ապա կբացահայտվի ռինգի վառ լույսի ներքո։ Այս տեսանկյունից բռնցքամարտը նմանվում է առաջնորդություն զարգացնելուն, որը նույնպես ամենօրյա պատրաստվածություն է պահանջում։ Անգամ բնատուր տաղանդով օժտված անձը հաջողության հասնելու համար նախապատրաստվելու և կոփվելու կարիք ունի։ Ռուզվելտը պետության մյուս առաջնորդների համեմատ թե մտավոր, թե ֆիզիկական առումով ամենապատրաստվածն էր, սակայն ոչ ի սկզբանե։ Ամերիկայի կովբոյ նախագահը ծնվել էր Մանհեթենում, հարուստ ընտանիքում։ Մանուկ հասակում տկար և վատառողջ էր, տառապում էր խեղդող ասթմայով, վատ տեսողություն ուներ և սարսափելի նիհար էր։ Ծնողները վախենում էին, որ նա չի դիմանա։ 20 տարեկանում հայրը ասաց Ռուզվելտին. «Խելացի ես, բայց տկար մարմին ունես։ Խելացիությամբ հեռուն չես գնա, եթե մարմինդ նեցուկ չլինի։ Պետք է մարզես մարմինդ»։ Նա այդպես էլ արեց, ապրում էր ըստ գործընթացի մասին օրենքի, մինչև կյանքի վերջին ամեն օր ժամանակ էր հատկացնում և մարզում մարմինն ու ուղեղը, ծանրություն էր բարձրացնում, արշավների գնում, չմշկահարում, որսորդության մասնակցում, թիավարություններ անում, ձիավարության և բռնցքամարտով զբաղվում։